Իրտը քո կյանքը Քրիստոսին, դա մի հատ շատ լուրջ մոտեցում է, դա մի հատ շատ լուրջ ընտրություն ու շատ լուրջ քայլ է։ Ոմանք ռեալ ձևի են մոտիկանում այդ հարցին, ոմանք գիտես այտենց մատների արանքով նայելով այս մոտեցումը հասկանալով թե գիտես այսօր ես կտամ իմ կյանքը, վաղը նորից կփոխեմ, նորից կտամ, բայց ոմանք էլ որ լուրջ մոտիկանում են այդ հարցին, տալիս են իրենց կյանքը Հիսուս Քրիստոսին, դա կապաշխարությունը փոխում է մարդու կյանքը եւ այդ երկրորդ ընթացքը որ սկսում է ինքն ապրել, այդ իրականությունը գիտես հոգեվոր կյանքի որ բացում է, ինքը սկսում է ապրել դրանով ու հավատում է որ Քրիստոսը կա իր կյանքի մեջ։ Ինչա տեղի ունենում այդ ապաշխարության process-ի մեջ։ Գիտեք ես ոնց ասեմ, դες 5-րդ դասարանից, երբ որ ես 5-րդ դասարանում ապաշխարím, ես այդ process-ը գիտեք, երբ որ ինձ բացատրում էին, ես հասկացամ այդ process-ը սենց, երբ որ դու տալիս ես քո կյանքը ու սենց պատկերացնում է, թե Աստծո հոգին ոնց է իջնում քո մեջ։ Եվ ասում է, չէ խոսք ասում է, եւ ասում է դուք Աստծո տաճարն եք։ Այստեղ հենց գրել եմ այդ տեղը առաջի Կորինթացիներից, ես կկարդամ երևի հիմա այդ տեղը, եւ ստեղից ոնց որ ասում է կսկսենք էլի, այսինքն խոսքը սկսեմ ավելի մանրամասն տալ։ Առաջի Կորինթացիներից 6-րդ գլխի 19-րդ խոսքում ասում է կամ չգիտեք որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է եւ որն Աստծուց ունեք եւ դուք ձերը չեք։ То есть այնքան հետաքրքիր խոսքեր է Պողոս Արաքելը ասում է կամ չգիտեք որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու։ Գիտեք այդ պահը կատարվում է, որ դու ընդունում ես Քրիստոսին քո անձնական Տեր Փրկիչ, երբ որ քո անձը դառնում է Իրանը, հոգի, սիրտը, եւ դու դառնում ես քո մարմինը, քո մեջը, քո սիրտը տաճար է դառնում, հասկանում եք, սրբության մի հատ տեղ է դառնում, մաքրության տեղ է դառնում, երբ որ մարդը գալիս է ապաշխարում է Քրիստոսին։ Դուք ձեզ չեք տեսել այդ պահը, որ դուք ապաշխարում եք, ապաղոթում եք, այնց անկեղծի սրտանց բերում եք, մի հատ այնց թեթևություն ա գալիս է ձեր մեջ, մի հատ լծկավորում եք, դատարկում եք, այդպես մաքրվում եք, այնպես մի հատ փոքր երեխու նման եք դառնում։ Այդ էդիշ մոտեցումը, հենց Սուրբ Հոգին ստեղ սկսում է գործել ձեր հետ։ Երևի դուք չեք տերում, չեք հասկանում շատ այդպես բաներ, բայց հոգին սկսում է լուրջ մոտիկանալ։ Գիտեք, եւ այդ հոգին որ տրված է մեզ, մեր կյանքի առօրյան, մեր ամենօրվան, այդ տաճարը ինչի մասին որ ասվում է, որ ձեր մեջ է, գիտեք, դա շատ լուրջ պատասխանատվություն է։ Գիտեք, մի վաղ մենք ես այս տեղը դուք սաղաթել կարդացած կնենք, երբ որ ասում է ամեն բան կներվի, բայց Սուրբ Հոգուն հայհոյելը երբեք չի ներվի։ Ինչ է Սուրբ Հոգուն հայհոյելը։ Գիտեք, ես հիշում եմ էլի 5-րդ դասարան, որ ես ապաշխարում, ես մտածում եմ հայհոյելը, երբ որ դու պետք է եսի ինչ ես նացելը Սուրբ Հոգուն ասես։ Չէ, հետո Տերը բացում ասում է մենակ այդպես չի։ Հենց քո կյանքը որ դու տալիս ես Քրիստոսին, հենց այդ ապաշխարությունը որ կատարում է քո կյանքին, երբ որ դու սկսում ես մեղ գործել, դա հենց այդ հայհոյությունը, դա հենց այդ վիրավորանքն է, որ դու վիրավորում ես այն հոգուն։ Դուք պատկերացրեք, ես մի հատ բառը Աստված իր մի մասնիկը sense տվեց ուղարկեց ձեզ։ Մարդկանց հասկանում եք, երբ որ Քրիստոս Հովհաննեսի ավետարանում 13-րդ գլխից մինչև 16-րդ գլուխ այնտեղ դրա մասին ինքը ասում է ես հորիցս խնդրեցի Սուրբ Մխիթարիչը, որը կգա ոչ թե աշխարհի մեջ, այլ ձեր սրտներում կբնակվի։ То есть Աստված իր մի հատ մասնիկը տվեց ու այդ մասնիկը հասկանում ես, մի հատ պատասխանատվություն է, որ այսօր քո սրտում է, քո կյանքում է, հասկանում ես։ Ոնց ես դու իր հետ շփվում, ոնց ես դու իր հետ ձևավորում քո կյանքը, հասկանում ես։ Գիտես ամեն բան ինչ որ արվում է այսօր քո կյանքում, ամեն ինչի մոտեցումը որ դու ունես այսօր առավել եւս անում է Սուրբ Հոգու, ոնց եմ ասում, ոչ թե առաջնորդությունով ելում է, որ դու ապրում ես իրանով, այլ իրան ներկայությամբ։ Ինքը տենում է ամեն բան, ինքը գիտի ամեն բան, ինքը գիտի քո սխալները, ինքը գիտի քո մեղքերը, ինքը գիտի ինչերով ես անում, ինքը գիտի պես դու խափում, ինքը գիտի պես դու կեղծավորություն անում, հասկանում ես։ Եվ այդ ամենը Սուրբ Հոգու ներկայության պարագայում ալում, ինքը տենում է այդ ամենը։ Գիտեք, երբ որ լեզուներով դու աղոթում ես, հետաքրքիր է, չէ՞, մենք շատ անգամ չենք իմանում ինչի մասին ենք մենք աղոթում, շատ անգամ չես իմանում ինչի մասին ես դու աղոթում եւ ինչի մասին ես խնդրում, խոսում։ Դա ես կարող ասեմ լուրջ է, շատ անգամ թարգմանություններ են դաժ եղել, մարդիկ որ մեղք են գործել, դեմ է խոսացել Սուրբ Հոգին այդ անձնավորությանը։ Ու դա այնքան իրական է հոգևոր դաշտը, այնքան իրական է այդ ամեն մոտեցումը, որով որ մենք կարանք ապրենք, հասկանում եք։ Նայեք Հովհաննեսի 3:5-ում Քրիստոսը երբ որ Նիկոդեմոսի հետ հանդիպեց,
Ну, գիտեք բոլոր երևի Նիկոդեմոսի մասին, ով էր, ինքը Փարիսի էր, կամ կարամ ասեմ մեծարուստ էր, Սինեդրոմից էր, գիտեր Աստծո խոսքը, գիշերով եկավ Քրիստոսի մոտ, ասաց վարդապետ, մենք գիտենք քո գործերը, մենք գիտենք քո կյանքը, մենք գիտենք դու ինչեր ես անում։ Այդ Հիսուսը պրյամո ասաց Հիսուսը 6-5 ասաց Հիսուս պատասխան տվեց ու ասաց ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկ ջրից ու հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայություն մտնել։ Եթե դու հոգուց ու ջրուց չծնվես, դու չես կարող արքայություն մտնես։ Հոգուց, Սուրբ հոգուց, այսինքն վերածնունդ, վերստին ծնունդ, հասկանում եք դրա մասին, ինչի մասին մենք շատ ասում ենք։ Հետո տեղ Նիկոդեմոսը ինձ ասում է, «Ինչ, նորից մտնեմ մորս որովայնից ծնվեմ, ըլնեմ», դա է վերստին, չէ, դու պետք է հոգուց ծնվես, ջրից, հոգուց, վերստին ծնունդ դառնաս նորմալ, եթե ուզում ես մտնել երկնային արքայություն։ Եկեք ես 2 օր առաջ մի հատ հետաքրքիր հաղորդում էին, մի հատ կին կոսմոնավտ պատմում էր 88 թվին, երբ որ իրանք թռում են Այրբանյակով սովետական միության ժամանակ։ Եվ իրանք 10 րոպեվա մեջ, ասում է, երբ որ Սվետասֆերայում են իրանք գնում, ասես պատմում էր, էլի, ասում է, հիմա ինքը խոսում է, կարծեմ կա շատ պրոգրամաներ, ու ինքը ասում է, ես ասում եմ եղել եմ աթեիստ, երբեք Աստծուն չեմ հավատացել։ Եվ ասում է, այդ թռնելու վաղ, կարծեմ այդ հայ կոսմոնավտել է հետը թռում, այդ մեր ազգից մի հատ Բաբաջանով է, ինչ ենք էլ ալում այդ խմբի մեջ, 6 հոգով են ալում այդ Սայուզ բանի մեջ, ու եւ ասում եմ, մի հատ այնպես լույս անգնում, ես ինչ դեղին լույս գալիս է մտնում, ու իրանք դերում են ասում է, թևավոր հրեշտակների։ Հետո ասում է 10 րոպե, ասում է տենում են, ասում է, ժպիտները դեմքին, ասում է, եւ ասում է հրեշտակներ էին ասում։ Երբ որ ասում է իրանք իջնում են, կոմունիստներ վաղ շատ լուրջ է, պետք է չխոսաս, պետք է չասես, եւ ասում է, այդ կանոչ կյանքը փոխվում է, հասկանում եք այդ պարագային, որ ինքը տենում է հրեշտակներին, ու հասկանում է, որ Աստված իրականություն է, հասկանում եք Աստծո ժողովուրդ, մեր Տերը իրականություն է, հասկանում եք, մեր Տերը մենակ այս աշխարհում չի, մեր Տերը ամեն ինչ է ստեղծել, հասկանում եք, երբ որ դու սկսում ես խորանալ ավետարանը, Աստվածաշունչը, եթե գիտես երբ դու խորանում դրա մեջ, երբ որ դու սիրում ես Քրիստոսին, ուզում ես քո Տիրոջ մասին ավելի իմանաս, դու ավելի ես կարդում, ավելի ես մտնում նրա մեջ, ուզում ես քո կյանքը վերափոխես, վերանայես։ Արդյոք այսօր այդ բաները քո հետ կատարվում է, դու վերափոխում ես, վերանայում ես քո կյանքը, ինչով։ Գիտեք, եթե դու հոգով չապրես, դու չես կարող երկար գոյատևել։ Ես չեմ ասում, գիտես քո հետ եսի միշտ կլինի։ Չէ, դու ուղղակի կլնես աշխարհին նվիրված սիրած մի հատ անձնավորություն։ Ձևականության, այսպես վերանայում, ձևականության մեջ հոգով երկար չես կարող մնաս։ Ձևականությունը։ Ինչի՞։ Գիտեք, որտեղ շատերը հոգևորները, երբ որ ընդունում են Քրիստոսին, իրանք միջև վերջը չեն հասկանում այն պատասխանատվությունը, ինչ հետ իրանք գործ ունեն։ Իրանք միջև վերջը չեն հասկանում այն մոտեցումը, որ Աստված մի հատ ռեալ պլաններ է գծում իր հետ եւ ասած մտնում այդ մարդու կյանքի մեջ։ Շատ մարդկանց մոտ դա խաղուպար ալնում, երբեմն, հասկանում եք։ Շատ մարդիկ գիտես, այսօր կգամ, այսօր կտենամ, այսօր կլսեմ, այսօր կանեմ եւ շատ մարդիկ, հասկանում ես, շատ թեթև են այդ հարցին։ Բայց ես կարող եմ ասեմ, գիտես, թեթև մին է, լուրջն է այդ հարցին, որտեղ ասում եմ, դու գործ ունես կենթանի Աստծո հետ, եւ կենթանի Աստված այսօր գործում է ստեղ, գիտես, դու հավատում ես, որ իր ներկայությունը իմաստե կա։ Աստծո խոսքը ասում է, որտեղ 2-3 հոգուց ավելի իմաստին խոսում են, ես ընտեղ եմ։ Գիտես, դու քո սովորական աչքերով կարաս իրան չտենաս, բայց իր ներկայությունը ստեղ է, հասկանում ես։ Գիտես, ինքը որ սրտերին է մոտիկանում, խոնար ու հեզ սրտերին, ինչի մասին Քրիստոսն ասում է։ Գիտես, հենց շատ անգամ այդ խնդրեմը գալիս է մեր սրտի, չեմ ենք, ես նախանցած քարոզին եմ խոսում դրա մասին, սրտի, ոնց ասեմ, տկարությունից, սրտի թուլությունից, այն ինչ որ մարդու սրտից է դուրս գալի։ Գիտես, հենց այդ սրտի մեջ բնակվում Աստծո հոգին, գալիս ու մտնում այդ սրտի մեջ։ Այդ սիրտը ոնց որ ասած, գիտես, պետք է տրվի լինել լյովին Աստծուն։ Բայց ինչի շատ անգամ չի ելնում սենց, ինչի ելնում հակառակ, ինչի մարդ չի կարող, հասկանում ես, վերանայի այդ մոտեցումը, ինչի ինքը չի կարող։ Գիտես, չես կարող ձևականորեն ծառայես գնաս Աստծո հետևից։ Եկեք ինչ եմ ասում ձևականորեն, ես շատ անգամ այդ մոտեցումը ասում եմ, որտեղ հոգևորը մարդիկ, երբ որ ընդունում են Քրիստոսին, իրանք ունեն երկու տեսակի կյանք։ Ես ասում եմ, առաջի կյանքը հենց այդտեղ եկեղեցում է։ Գիտես, երբ որ մենք հանդիպում ենք շատ ջեր, մենք ուրախ ենք, կազալես բոլոր հոգևորներ են, բոլորը սիրում են Քրիստոսին, դա առաջի կյանքն է։ Հասկանում ես, որ սենց մեր աչքերի դեմն է, բայց կա երկրորդ կյանք։
Այն լուրջ կյանք, այն գաղտնի կյանքը, այն կյանք, որ ոչ մեկ որ չի տենում, դե կարող է հասկանում ես երևայել, դա դրսում է, դա աշխարհում է, հասկանում ես։ Ինչ եմ ասում, դրսում է, աշխարհում է, հենց ընդեղը պայքարը, հենց ընդեղը պատերազմը, հենց ընդեղ այն հոգևոր հաղթանակները, հոգևոր թուլությունները, ինչի մեջով որ դու կարաս անցնես, ինչի մեջով որ դու կարաս գոյատևես, հասկանում ես։ Ընդեղը դու որ կարաս, հասկանում եք, մի աստվածաբան լավ էր ասում, ոնց կարաս իմանաս հոգևորը բռնված է դևով, թե չէ։ Դու պատկերացրեք ոնց քրիստոնյան կարա դիվային բռնված լինի։ Հետո ինչ ասում է իրա գործերից դու կիմանաս։ Գործերից կիմանաս, իրա գործերը ուշ տեսուց ցույց կտան ինքը բռնված է, թե բռնված չի։ Այսինքն ոնց մեղք է գործում։ Գիտեք, դևը կարա տարբեր տեսակի մարդուն օգտագործի, տարբեր մեղքերի մեջ գցի, հասկանում ես։ Շնությունից սկսած, պղծությունից, վատ մտքերից, վատ մոտեցումներից, հասկանում ես։ Պատկերացրեք ինչքան լիքը վատ բաներ կան, չէ՞։ Բա ուրատակ դա Աստծո գործը, ուր Աստծո հոգին, Աստծո հոգին որտեղ է։ Կա քո կյանքում, կա, հասկանում ես, չես կարա, հասկանում ես երկու տիրոջը ծառայել։ Գիտեք, երբ որ հրյաներն եղան, այսինքն Տերը հանեց իրանց այն անապատից, որ անապատ մտան, ծովը բացվեց, հիշում եք այն դառը ջուրը, որ խմում են, ելիքում, մոտս նշած է։ Ու ջուր էին ուզում, ջուրը դառն էր, որ փետը վերցեց, գավազան գցեց եւ փետը դարձավ, ինչ քաղցր ջուր դարձավ, չէ՞։ Չի կարա մի աղբյուրից համ դառ ու քաղցր ջուր լինի։ Չի կարա քո սրտից համ տիրոջ խոսքը լինի, համ էլ մեղքը։ Հասկանում ես, եթե մեղքն էլա դուրս գալի, այսինքն աշխարհը, դու ուրեմն տիրոջ Աստծուն չես։ Հասկանում ես, մի բան պետք է լինի քո կյանքում, մի մոտեցում պետք է լինի։ Իդեք մենք շատ ենք խոսում ներման մասին, մենք շատ ենք խոսում սիրո մասին, մենք շատ ենք խոսում, որ այդ պարագաները պետք է մարդու կյանքում փոփոխություններ բերեն, հասկանում ես, այդ ձևականորեն սիրելը, ձևականորեն ներելը, ձևականորեն մոտենալը, հասկանում ես, դա տիրոջից չի։ Հասկանում եք, դա աստվածային չի։ Քրիստոս հենց ինքը տեղով սեր էր, հասկանում ես, Քրիստոս հենց ինքը ներող էր, հասկանում ես, Քրիստոսի սերը անկեղծ էր, հասկանում ես, այն ինչ որ Քրիստոսը անում էր իմն ու քո համար 2000 տարի, ինքը անեց անկեղծ։ Քրիստոսը մի վայրկյան դաժե չմտածեց գա այս աշխարհ, թե չգա, ինքը եկավ ու արեց, հասկանում ես, ինչի եկավ, որտեղ ինքը սիրում էր իր հորը։ Դու սիրում ես Աստծուն, ինչքան ես դու սիրում Աստծուն, ինչքան ես դու մոտիկ Իրանը, հասկանում ես, գիտես այդ դրամաչափությունը դու ինքդ պետք է իմանաս, դու ինքդ պետք է հասկանաս։ Հովանեսի երկրորդ թղթում, առաջի թղթի երկրորդ գլխի 20-21-ում ասում է, իսկ դու օծում ունեք, սրբից եւ ամեն բան գիտեք։ Գրեցի, որ ոչ թե որովհետև ճշմարտություն չգիտեք, այլ որովհետև գիտեք նաև, որ այն ամենը ստախոդության ճշմարտությունից չէ։ Ասում է, իսկ դուք ունեք օծում։ Ինչ օծման մասին է խոսում Հովանեսը։ Սուրբ Հոգու օծությունը, հասկանում ես, այն օծությունը Աստծո։ Գիտեք, հինուխտ, եթե մենք կարդում ենք, եթե դու կարդացել եք հինուխտը շատ տեղեր, գիտեք, ոնց էր Աստծո Հոգին իջնում մարդկան, շատ քչերի վրա էր Աստծո Հոգին իջնում։ Թագավորների վրա էր իջնում, հիշում եք, երբ որ Սավուղը մեղ գործեց, Աստծո Հոգին հեռացավ իրանը, երբ որ Մարգարեն եկավ օծեց Դավիթին, այն վաղ Հոգին իջավ Դավիթի վրա, հասկանում եք, դա օծություն էր, թագավորական օծություն էր։ Դու այսօր ունես այս օծությունը։ Դու այսօր ստե նստած ես։ Դու այսօր լսում ես այս ամենը, ինչ որ ասում է այդ կաֆեդրայից։ Դու ինքդ պետք է շատ լուրջ մոտիկանաս այդ հարցերը։ Ես միշտ ասում եմ, դու մարդուն մի բան խոստանաս, կամ ինչ-որ մի բան ասես, կգնաս, կանես, դա մի խնջուկի կմասնակցես շատ լուրջ, բայց ինչի դուք ասում լուրջ չեք մոտիկանում։ Գիտեք, երբ որ գալիս է շատ անգամ ընտրություն, դե գիտես ինքը կանգնում է նույն բաներն ասում, էս անում, ամեն անգամ լսում են, ես կարող եմ YouTube-ով ավելի լավ քարոզներ եմ լսում, ես դեմ չեմ։ Հասկանում ես, դու կարաս ավելի լավ քարոզներ լսես YouTube-ով, ավելի բաներ, բայց արդյոք այն YouTube-ի խոսքը հենց քո համար է։ Արդյոք դու չես հասկանում, որ Աստված ստեղից կարա քո հետ խոսա, հենց տեղը քո տեղը, դու ստեղ պետք է լսես, դու այսօր ստեղ ես, որ դու քո մոտեցումը փոխես քո սիրտը։ Ինչ ես ուզում, որ միանգամից լրջանա ամեն բան քո կյանքում։ Ինչ ես ուզում, որ իրապես գա, ոնց ասեմ, այն փորձության մոտեցումը, որ ասում ես, հասկանում եք, ստեղ Եբրայեցիներից կարծեմ 12-րդ գլխումը տալիս։ Պողոս Առաքյալը ստեղ ասում է, շատ հետաքրքիր միտք ասում։ Եբրայեցիներից բացեք 12-րդ գլուխը։
Ասում է, եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ իբրև որդիներ կվարվի։ Որ որդուն հայրը չի խրատում, բայց եթե առանց խրատի մնաք, որին բոլորներ մասնակից են, ուրեմն խորթեք եւ ոչ հարազատ որդիներ։ То есть, ասում է, Աստված ումը սիրում է, իրան խրատում է, չէ՞, то есть, կա ապտակում է։ Պապան, то есть, как бы ծնողը, եթե տենում է իր երեխան զավակը, հասկանում ես, то есть, ճիշտ բան չի անում, սխալ անում, պետք է որոշի, պետք է տամ где-то խրատի, չէ՞։ То есть, նույն խրատը Աստված ասում, ինչ խրատի մասին ասում։ Գիտեք, ես կարամ ասեմ, որ խրատի մասին ասում։ Ստեղ երկու մոտեցում կա։ Առաջին մոտեցում ես կարամ ասեմ, այն ինչ մեղքը, որ դու գործում ես, այն սխալները, որ դու անում ես, որ ձևականում ես հոգևոր լինելով, հասկանում ես Քրիստոսին սիրող, երբ որ դու ես փորձությունների, դժվարությունների մեջ, երբ որ հասկանում ես, որ ասում է հայկական լեզվով ասած դանակը ոսկորին է հասում, այո, սկսում ես այսինքն դե այդ խրատներն է, որ Աստված քեզ ուզում է ցույց տա, հասկանում ես։ Երբեմն նման եւ երկրորդ կողմի խրատ, այսինքն տեսակը, որ Աստված երբեմն մեզ ուզում է մեր հետ խոսա, իշո մի բան ցույց տա։ Դու ունում ես արդար կյանքով ապրող մարդ, դու ունում ես այսինքն քո մոտեցումը, բայց երբեմն կարաս ընկնես փորձ։ Գիտեք, ես ինչ եմ ավանում այդ փորձությունները, Աստված քեզի ավելի է ոնց որ ասում ուժեղացնում։ Ավելի ուժ ասում է, չի տալի այնքան փորձություն, ինչքան տալիս է այնքան, ինչքան գիտի, որ դու կարաս տանես։ Հիշում եք Հոբի պատմությունը։ Հոբը, չէ՞, մեծարուս մարդ էր, արդար մարդ էր, Աստծուն սիրացող մարդ էր։ Գիտեք, Աստծուն պաշտող, Աստծու համար ամեն ինչ, ասում է, մի օր Աստծու որդիք եկան, Հոբի առաջի գլուխ հենց բացեք, ընդեղից տասա, Աստծու եւ Սատանան էլ եկավ։ Որտեղից ես ասում եք գալիս։ Ասում է երկրի վրա շրջելուց։ Տեսար ասում է իմ արդար Հոբին։ То есть նայեք ասեմ ինչքան էր Աստված սիրում Հոբին։ Չասում է տեսար, այսինքն Աստված հպարտանում էր Հոբով։ Կարամ ասեմ, գիտեք, Սատանան սկսամ դեղ իր մեղադրանքները, չէ՞, դե դու իրան այսքան պահում ես, հələ ձեռդ քաշի, հələ կտենաս ինքը ոնց քեզ կհալածի, ոնց կհայոյի, չէ՞։ Մեր մարդկային պատկերացումով, մոտեցումով, որ մենք մարդիկ երբեմն սենց կարան կլնենք։ Հələ ձեռդ քաշի։ Ու դու կտենաս Հոբը ինչ կխոսա։ Հոբը ոչ մի բան չէր կասում, չէ՞։ Հոբը իր համար ապրում էր, շատ գիտի որ այնտեղ հարց է լուծվում, չէ՞։ Ու խնդիրներ պետք է լինեն։ Այդ մարդու մոտ կարծեմ մի օրվա մեջ լիքը խնդիրներ եկավ։ Լիքը խնդիրներ։ Երեխեքին կորցրեց, այնքան ինքը արդար մարդ էր, որ ամեն անգամ առավոտ տնելուն գնում էր, երեխեքը խնջուկ էին կազմակերպում, ամեն մեկի տանը գնում էր զոհեր մատուցում, մեղքերի թողությունը, то есть այնքան աստվածավախ մարդ էր։ Մի օրվա մեջ այդ մարդու մոտ լիքը խնդիրներ ելան։ Երեխեքին կորցրեց, հարստությունը կորցրեց, այս կողմ լիքը կին ինչ ասեց, հերիքա տանջվեց, հայոյի ասուն ու մերի։ Ասեց լրի ովքի ինչ է դες մենք մոտեցում։ Մենք պետք է ոչ թե միայն Աստծուց իմանանք լավ ընդունել, մենք պետք է վատն էլ պետք է իմանանք, դժվարություն էլ։ То есть այդ մարդը տեսա, որ այդ Աստվածանից հասկանում է ու ինքը պատրաստ է տանել այդ ամենը։ Հետո մենք գիտենք, հասկանում ես ինչեր էր կատարվում իր հետ։ Բայց ուզում եմ ասեմ, նայ, իր համբերատարություն եղավ։ Հոբի համբերատարություն եղավ։ Մենք ուղղակի ուզում եմ ասեմ, որ հասկանանք, որ մենք գործ ունենք կենթանի Աստծո հետ։ Հասկանում ես, Աստված կենթանի է։ 38-րդ գլուխ որ Հոբի կարդում ես, այնտեղ ասում են, որ Աստված կանգնեց, Հոբը կանգնեց Աստծո դեմը եւ ասեց. «Երբ որ ես ստեղծում էի աստղերը, տիեզերքները, դու ուր էիր»։ Հասկանում եք, то есть այդ լուրջ մոտեցումը մենք պետք է հասկանանք, որ մենք կարող ասենք մի հատ փոքր բջիջ ենք, բայց Աստված իր լյովին ուշադրությունը դարձնում է իմն ու քո վրա։ Հասկանում եք։ Դրա համար ինքն այդ հնարավորությունը տվել է, որպեսզի որ դու այսօր մոտեցումդ քո լուրջ լինի, հասկանում ես։ Լուրջ։ Գիտեք, երբ որ Քրիստոսը քայլում էր այս աշխարհի վրա, երբ որ Քրիստոսը գիտեր օրեցօր մոտիկանում էր խաչելությանը, օրեցօր մոտիկանում էր։ Ինքը գիտեր թե իրան ինչ էր սպասում։ Գիտես, ես ու դու չգիտենք մեզ ինչ է վաղը սպասում։ Գիտեք, չգիտեք, չէ՞, չգիտեք, բայց մեր հույսը մենակ Տիրոջն է, չէ՞, մենք ապրում ենք այն հույսով, որ մենք սիրում ենք Քրիստոսին, մենք ապրում ենք այն բանով, որ մենք իր հետ պետք է վայելենք։ Ամեն, վայելի իր հետ։ Բայց թող քո պատուղները ըլնեն ռեալ պատուղներ, հասկանում ես։ Թող քո գործերը համապատասխանեն այն ամենը, ինչ որ դու լսում ես, հետո է քո կյանքը, որ դու ստեից դուրս գալով, ոնց ես որ դու ապրելու։ Շատերի մոտ դա մի ժամ էլ չի տևում։ Շատերի մոտ դա 2 ժամ էլ կարող է, 10 րոպե էլ։ Ինքը տուժը մոռանում է, որ ինքը լսել է Աստծո խոսքը, բայց Աստծո խոսքը պետք է գործի քո մեջ։ Հասկանում ես։ Աստծո խոսքը բերում է իր պատուղները։
Աստծո խոսքը ուզում է որպեսզի որ դու հաստատուն լես, հասկանում ես, Տիրոջ խոսքի գործի մեջ։ Գիտեք, ես կարող եմ ասեմ, այդ ձևականությունը արդարության երկար չի կարա տևի։ Ուշ թե շուտ ամեն բան կկանգնի իր տեղը։ Ինչ եմ ասում ամեն բան։ Նայեք, Ղուկասի ավետարան 20-րդ գլխում ստեղ մի հատ հետաքրքիր տեղ կա։ 20-րդ գլխի 20 խոսքից կկարդամ, երկու խոսք կկարդամ երևի։ Մենք բոլորս գիտենք, դա այն պատմությունը կայսրին տուրք տալը, բայց հետաքրքիր է, այստեղ որ ուշադրություն դարձնում եւ ասում է, եւ դռնամուտ լինելով լրտեսներ ուղարկեցին, որոնք արդար էին ձևանում, որպեսզի նրան խոսքով բռնեն, նրան կուսակալի իշխանության մատնելու համար։ Եվ նրան հարցեր ու ասացին, վարդապետ գիտես, որ շիտակ է եւ խոսում ենք ուսուցանում ես երասպաշտություն չես անում, այլ ճշմարտություն Աստծո ճանապարհն ես ուսուցանում։ Ասում է լրտեսներ ուղարկեցին, որոնք ձևանում են արդարներ։ Հասկանում եք։ Ու սկսեն շիտակ խոսել։ Դու սենց ես, դու բարի ես, դու լավ ես ասում, դու ուսուցում ես, տոյս։ Ուսես նայում ես մեր կյանքի սո ռեալությունը, հասկանում ես։ Մարդը որ ձևանում է արդար, մարդը որ ձևանում է, որ ինքը կարա ըլնի արդար, կարա արդար լավ բաներ խոսա, լավ, բայց իր գործեր, իր պտուղները, հասկանում ես, դա կարան լեն, ոնց ասեմ քեզ, մութ խավարի հետ գործ, հասկանում եք։ Բայց Քրիստոս ինչի համար եկավ, որ դու խավարի մեջից դուրս ելնես, լույսի մեջ ելնես, մաքրվես, սրբվես, հասկանում ես, ապրես իրանով իրական ձևի, չլի մենակ, հասկանում ես, ոնց ասեմ, սուտ մոտեցումներով, հասկանում ես, դու տենց երկար չես կարա հոգով ապրես, ինչ եմ ասում, վերնագիր դաժան ձևակոնության մեջ հոգով երկար չես մնա, որտեվ երբ որ դու ապաշխարում ես, դու սկսում ես հոգով, ոնց որ Պողոսն ասում, սկսում ենք հոգով, ինչով ենք վերջանում, վերջանում ենք, հասկանում ես, մարմնի պտուղներով, շատ անգամ, եւ այդ ձևականությունը ու ցույց ես տալու, դու ձգտում ես, ուզում ես նմանվել, ուզում ես գծետը չոտը ցույց տալ, որ դու հոգևոր ես, բայց չես կարող մնաս, ինչի չես կարող մնաս, որովհետև դու հերվանում ես, ինչ ես դու հերվանում, որովհետև դու չես ապրում այնպես, ինչպես այդ խոսքն ասում, Տիրոջ խոսքն ասում, ու ինչ է խոսքը ասում, նայեք ասեմ, երկու տեզիս կարամ ասեմ, Քրիստոսի են, որ ասում է, որն է պատվիրաները, սիրիր քո Աստծուն քո ամբողջ հոգով սրտով, սիրիր քո դիմացինին, քո անձի պես, դու կարաս սիրես քո դիմացինին քո անձի պես, ուղղակի սիրես, այն որ քո են ասում է, զայադլի թշնամիտը, գիտեք, շատ անգամ մենք թեթև բանից կարանք վիրավորվենք ու սկսենք ատել մեկս մեկին, չարությունով բռնվենք, հիմա կարակ ասեք, էդի բռնվածություն չի, էդի ինչ է, բայց պետք է ազատվես, չէ, դու գնում ես Քրիստոսի հետևից, դու պետք է ազատվես, դու դրանից պետք է ինչ լես, նայեք ասեմ, դու ունես օծություն, տրված է քեզ իշխանություն Տիրոջից, Հիսուս Քրիստոսյանով, ամեն տրված է, դե գործի, հասկանում ես, գիտեք, շատերի համար դա դժվար է, շատերը չեն կարող իրանց համար այդ որոշումը կայացնել, եթե հիշում եք Հովհաննեսի 6:66-ում էր կարծեմ, դա այստեղ մոտս նշել եմ էլ, 6:64, որ Քրիստոսը խոսում էր, թե ով պետք է գա իր հետևից եւ ինչ պետք է պահեն, ոնց պետք է պահեն, 6:66 ասում է, սրանից նրա աշակերտների շատերը հետ քաշվեցին եւ այլևս նրա հետ չէին շրջում։ Տոյս հասկանում ես, շատերը թողեցին Քրիստոսին, ասում են, որ կարդում ես մի քիչ վերև, ասում է, շատ խիստ բաներ է ասում ինքը, մենք չենք կարում, գիտես, ես մտածում եմ, ասում եմ, ավելի լավ ասենց ասես, հասկանում ես, կոնկրետացնես, то есть քո մոտեցումը, գնում ես գնա, բայց հասկանում ես, ձևականությունով ցույց տաս, սենց մեկ էլ մյուս, կոնկրետ, դե չեմ կարա պահեմ, իմ համար դա դժվար է, խիստ է, ես չեմ կարա, հասկանում ես, տամ չխմեմ օրինակ, ես չեմ կարա տամ վատ բաներ չխոսամ, ես չեմ կարա, հասկանում ես, ես աշխարհի հաճուկը չսիրեմ, ես չեմ կարա, ես փորձում եմ ասում, բայց իմ մոտ չի ստացվում։ Եվ այդ աշակերտների շատերը հեռացան Քրիստոսից, որտեվ տեսան, չեն կարում ընտրությունը անել, չեն կարա կայանանան հաստատվել, բայց ով որ մնաց Քրիստոսի հետ, վայելեց իր ներկայությունը միջև վերջ, չէ, ու Քրիստոսը ինչ տվեց իրանց իշխանություն, ինչ իշխանություն,
Հենց նույն Ղուկասի ավետարանում 10-րդ գլխում 10-րդ գլխում 10-րդ գլխի 17-րդ խոսքին ասում է եւ 72-ը վերադարձան, այսինքն то есть Քրիստոսը ուղարկել էր 72 աշակերտներին ինչ անել բժշկություն անել, ինքը իրանցը տվեց իշխանություն դևերին հանել, տվեց իշխանություն, ազատագրություններ անել, լիքը, то есть հստակ տվեց։ Ես չեմ կարող ասեմ, այն դրանք դրանից առաջ են իր այդ, թե գնացին։ Բայց այդտեղ տալիս ասում են, երբ որ ասում են վերադարձան, 72-ը վերադարձան, ուրախությամբ ասում Տեր, նույնիսկ դևերն են մեզ հնազանդում քո անունով։ Եվ նրանց ասում էին, եւ նրանց ասած տեսնում է սատանային, որ վայր էր ընկել երկրից փայլակի պես։ Ահա ձեզ իշխանություն տվեցի, ոտնակոխելու օծերին, կարիճներին եւ թշնամի ունեցող ոչ զորությունը։ Ես ես ոչինչ չի վնասի, բայց մի ուրախացեք, որ ոգիները հնազանդում են ձեզ, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում։ Հասկանում եք։ То есть ուրախացի այն, որ քո անունը կարա գրված, բայց իշխանություն Քրիստոսը տվել է ինձ ու քեզ։ Հասկանում ես։ Մեր ստանդարտներով այսօր ո՞րն է այդ իշխանությունը։ Այդ իշխանությունն է, որ դու կարաս անես, հասկանում ես։ Բայց կարամ ասեմ, հələ մեղքի դեմ ունեցի հաղթանակ։ Հասկանում ես։ Նոր գնա դևերի հետ պայքարների մեջ։ Որտեւ այսօր շատերը այդ խնդրեմը ունեն մեղքի, հասկանում ես։ Այսօր շատերը չեն կարող վերականգնվեն, հասկանում ես։ Շատերը չեն կարող հաստատվեն։ Եվ իհարկե, ստե Քրիստոսը ես տալիս եմ իշխանություն ձեզ։ Քեզ էլա տվել, ինձ էլա տվել էս իշխանություն, հասկանում ես, ինչի այսօր հոգին է մեր մեջ, Սուրբ Հոգին մեր մեջ է, հասկանում ես։ Մենք պետք է Սուրբ Հոգով առաջնորդվենք, եթե դու իհարկե ուզում ես Սուրբ Հոգով առաջնորդվել։ Եթե դու չես կարող, հասկանում ես, ոնց ասեմ, այդ ստանդարտների մեջ աստվածաբանության, Աստծո խոսքի մտնել։ Գիտեք, ինչ եմ ասում, սովորական այդ մոտեցում, որ ասում եմ սիրել դիմացինի, չէ՞։ Շատ եմ դրա մասին ես խոսում, որովհետև հենց խնդրեմը գալիս է սիրել դիմացինին, ներել դիմացինին, այստեղ խնդրեմ ալնում։ Ինչի՞, որովհետև մենք ուզում ենք սա հեշտությունով կատարվի մեր կյանքում։ Մենք ուզում ենք հեշտ ելնի, հասկանում ես։ Գիտես, եթե դու քո դիմացինին չես կարող ներես, չես կարող սիրես, դու չես կարող, պրյամ ու քեզ կարամ ասեմ, ժառանգես հավիտենություն։ Դու չես կարող արքայություն մտնես, դու չես կարող Քրիստոսի հետ լինել, եթե դու չարությունով ապրող մարդ ես։ Անդադ մեկին վատն ես ցանկանում։ Դու տեղ չունես Քրիստոսի հետ, դու բաժին չունես Աստծո որդու հետ։ Եթե դու բամբասանքների մեջ ես միշտ, հայհոյում ես, մեկին միշտ քննվում ես, ասում ես, դու տեղ չունես Քրիստոսի հետ։ Ես պարզ եմ ասում, պրյամո եմ ասում, այն ինչ որ գրված է ավետարանով, հասկանում ես։ Դու չես կարա, հասկանում ես, ինչ-որ մի բան ձեռք բերել Աստծո խոսքի մեջ, там դաժե ստեղ ավետարանում գործ առաքելոցը կարդում է։ Գործ առաքելոց 8:17, բացեք ստեղ մեծ հետաքրքիր պատմություն է։ Գործ առաքելոց 8:17։ Մեծ Սիմոն Մոգ կար, հիշում եք այդ Մոգին, Սիմոն Մոգը։ 8:17-ում ասում է, երբ որ ասում է աշակերտները այնտեղ բժշկություն են, ձեռներ դնում են, բոլոր Սուրբ Հոգով մկրտվում են, ասում է այդ ժամանակ ձեռները նրանց վրա դրեցին եւ նրանք Սուրբ Հոգի ստացան։ Սիմոնը տեսնելով, որ առաքյալները ձեռները դնելով Սուրբ Հոգի են տրվում, նրանց փող առաջարկեց եւ ասաց. Ինձ էլ էս իշխանությունը տվեք, որպեսզի ում վրա ձեռքս դնեմ, Սուրբ Հոգի ստանա։ Պետրոսը նրան ասեց. «Կորիր քո արծաթի հետ միասին, որովհետև կարծեցիր, թե Աստծո պարգևը կարելի է փողով առնել, դու դրանում ոչ մաս ունես, ոչ էլ ժառանգություն, որովհետև քո սիրտը Աստծո առաջ ուղիղ չէ։ Արդ քո չարության համար ապաշխարի եւ աղաչիր Տիրոջը, թերևս քո սրտի չար խորհուրդները ներվի քեզ»։ Ամեն։ Դու գիտեք, հետաքրքիր մոտեցում է, էլի, փողով ուզեցավ, փող առաջարկեց, որ իրանք տան իրան այդ իշխանությունը, ինքը ձեռքները դնի, մարդիկ Սուրբ Հոգով պարգև ստանան։ Գիտես, ես ուզում եմ ասեմ, որ դու չես կարող դաժե ֆինանսով գնես քեզ հավիտենական կյանք։ Եթե դու ինքդ հասկանում ես, քո մոտեցումը չփոխես։
Դու չես կարող ուղակի այցելես եկեղեցի, ուղղակի գաս, պրոստո, հասկանում ես, նստես, սլես, գնաս ու քո կյանքում ոչ մի բան չփոխվի, ու դու կարծես թե դու փրկված ես, դու փրկված չես։ Հասկանում ես։ Նա Պողոս Պետրոս ասեց, գնա քո չարության համար ապաշխարիր եւ աղաչիր, թե որ քո սիրտը չար խորհուրդները ներվի։ Ապաշխարիր, փոխիր քո կյանքը, հասկանում ես։ То есть Քրիստոսը հնարավորությունը տալիս է ամեն մեկին։ Բայց ուզում ես դու նմանվես Քրիստոսին։ Ուզում ես դու Քրիստոսի նման ըլնես։ Գիտես դու պետք է քայլ անես։ Ես քեզ անկեղծ եմ ասում, դու պետք է քայլ անես։ Դու պետք է որոշում կայացնես քո կյանքում, հասկանում ես։ Գիտեք, մեր հայկական լեզվով ասեմ, տուն-տունակ մի խաղացեք Աստծո հետ։ Հասկանում եք։ Տուն-տունակ մի խաղացեք։ Գիտեք, ես անկեղծ եմ կիսվեմ ձեր հետ 3 տարի առաջ, երբ որ ավտովթարի մեջ ընկամ։ 3 տարի առաջ, 3 տարուց ավել էր, կարծեմ։ Ես մի պարագա շատ ավելորդ բաներ սկսեցի խոսալ։ Ու այդ իմ ավելորդ բաների պատասխանը եղավ այն ինչ որ եղավ։ Աստված ցույց տվեց, ինձ տարա մի հատ ինձ ցույց տվեց ինձի, ասաց, «Էս ես ուզում ավակ»։ Որտեղ ես դրանից հետո այնքան լուրջ սկսա մոտիկանալ այդ ամենին։ Ամեն անգամ ինչ-որ մի բան դու արտահայտում ես քո շրթունքներով, շատ լուրջ մոտեցի, որտեղ դու գործ ունես կենթանի Աստծո հետ։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Դա շատ լուրջ է, լուրջ բաներ եմ ասում, հասկանում եք։ Երբ որ ես չէի հիշում իմ հետ ինչ էր կատարվել, երբ որ ես զանգեցի իմ տունը, իմ հետ այնպես մի հատ տարակուսանքների մեջ էր, ես կանոջս պատմում եմ, ասում է, իմ հետ մեկը խոսում էր, մեկը կար դեմը, դեմս նստած էր, ինքը սաղ մնաց, ով որ այդ մեքենան տենում էր, ասում էր, դու սաղ չես կարող մնաս, հետո սաղ է ինքը այդ ավակը։ Բայց Տերը իր հրաշքը գործեց, Տերը իր ողորմությունը արեց, հասկանում եք։ Ու ինչ դասեր քաղեցի, միանշանակ դասեր քաղեցի ես։ Միանշանակ ես հասկացա, որ սենց պետք չի պահել։ Որտեղ դու գործ ունես կենթանի Աստծո հետ, հասկանում եք։ Ու ես հետո երազից մեջ տեսա մի հատ տղա, բարձանում ենք, սենց կայնած տարավ այդ նստավ էդի տարավ, իջած ասում դեմքը ծանոթ է, ու իշան որ ինքը դեմս նստած էր։ Այդ տղան դեմս նստած էր։ Գիտեք, Աստված այնց հրաշքներ է գործում մեր կյանքում, երբեմն որ իմ կյանքում շատ հրաշքներ ա, անկեղծ եմ ասում, ես դաժե եղել այս մեկի համար աղոթել եմ ու Աստված ցույց ա տվել այդ մարդուն, ասել եմ Տեր Աստված, այդ դրա հետ աշխատում եմ ու եղել եմ sense ճանապարհով դեմքից անցել ու ցույց ա տվել, չէ, այդ մարդուց հեռումն է, այդ մարդը մեղքի մեջ է։ Հասկանում, Տերը sense գործը միշտ հրաշքներով գործում է։ Եթե դու իհարկե նվիրված ես Տիրոջը, եթե դու իհարկե անում ես իր գործը, հավատացեք, այն ինչ որ անում ենք, մենք քիչ ենք, մենք ավելին պետք է անենք։ Հասկանում ես, մենք ավելի համար ենք կանչված։ Համաձայն չեք իմ հետ։ Մենք ավելի համար ենք կանչված։ Մենք կանչված ենք իրապես լուրջ մոտիկանալ այն ամենը, ինչ որ Տերը մեզ տվել է։ Ես դաժե չեմ էլ կասկածում, որ այսօր դուք ամենքդ ունեք կոչում։ Եվ այդ կոչումը տվել է Հիսուս Քրիստոսը։ Տվել է, որպեսզի որ դու ըլնես այն մի մասնիկը իր մեծ ընտանիքի, կազալս մեծ, բայց երբեմն հասկանում ես, այդ ընտանիքի մեջ, ինչ ասում Տիրոջ գալուստը միշտ հետաձգվում է, այնց այդ ընտանիքը քիչանում է, շատանում է, որտում է հավատարիմ չճարեց իր սրտով, հասկանում եք, ինչի համար է տենց ելնում, Եփեսացիներից 5-րդ գլխի 11-րդ խոսքում ասում է. «Եվ խավարի անպտուղ գործերից մասնակից մի եղեք»։ Ավելի քնեք դրանք, ասում է խավարի անպտուղ գործերի մասնակից մի եղեք։ Որն է խավարը։ Ինչ խավարի, այսինքն անպտուղ գործերը, ինչ որ այսինքն հասկանում եք։ Դա հենց ինչի մասին, որ ես ասում եի առաջնահերթին, դա հենց այն մեր երկրորդ տեսակի կյանքն է։ Պողոս Առաքյալը Եփեսացիներից թուղթը, որ գրել ենք, գրել է հավատացյալների մասին, հոգևորների մասին, քրիստոնյաների մասին։ Եվ ինքը ասում է, դու քրիստոնյա մարդ, որ ընդունել ես կարամ ասեմ կարճ կոնկրետ Քրիստոսին, խավարի անպտուղ գործերին մասնակից մի եղեք, որտեղ նրանց մեջ ծածուկ կատարվածների մասին խոսելն անգամ ամոթ է, բայց քննությունը ենթարկված է ամեն ծածուկ բան հայտնի է դառնում։ Քանի որ ամեն բան, որ հայտնի է լույս է, դրա համար էլ ասում եմ ձեզ, արթնացիր, ով քնած, վեր կաց մեռների միջից, եւ Քրիստոսը քեզ կլուսավորի։ Արտուշադրություն դարձեք ձեր վարքին
վարվեք ոչ թե անխելքների պես, այլ իմաստունեն։ Ճիշտ օգտագործեք ժամանակը, որտեղ օրերը չար են։ Դրա համար անմիտ մի եղեք, այլ իմացեք, թե որն է Տիրոջ կամքը։ Գինով մի արպեցեք, որ անարակության է տանում, այլ հոգով լցվեք, միմյանց հետ սաղմոսներ, օրհնություններով եւ հոգեվոր երգեր խոսեցեք, ձեր սրտերում Տիրոջ երգեք ու սաղմոս ասեք։ Ամեն։ Ամեն։ Նայեք ասեմ, հետաքրքիր է, չէ, օրինակ այդ արտնացիր ով քնած, ոնց որ զինվորներին, չէ, անի ասիր, արտնացիր ով զինվոր, պայքարիր, չէ, հենց այդ նույն թղթի 6-րդ գլխում արդեն խոսում է Պողոս Առաքյալը հոգևոր սպառազինության մասին, թե այսօր պատերազմի մեջ են, գիտեք ես կարամ քեզ արդեն, դու այսօր պատերազմի մեջ ես, դու այսօր պատերազմում ես, ոնց ասեմ, խավարի դեմ, մեղքի դեմ, ոնց ես դու պատերազմում, ունես դու այսօր պտուղներ, հասկանում ես, եւ չես կարա հասկանում ես, երկու ձևի կյանքով ապրես, չես կարա ապրես, որովհետեւ մենք գիտես ինչ եմ ասում, դու Հիսուսին ընդունող անձ, դու պետք է այնքան ուշադրություն դարձնես քո վարքին, քո մոտեցմանը, եթե դու սիրում ես Քրիստոսին, նայեք ասեմ, այստեղ մոտեցումը դու սիրում ես, թե չես սիրում, հիմա կասես ոնց ես սիրում եմ, այս հիմա կբացատրեմ, որն է իսկական սիրելը, որն է, այսինքն լուրջ սառը սիրելը, գիտեք երեխաներ էլ կան ծնողներ ասում են, պապա, մամա, ես քեզ սիրում եմ, բայց սերը իրապես սենձև չի, չար երեխայի նման գրում է իր ասածն անում, երեխա կասում է ծնողին, պապա, մամա, ես քեզ սիրում եմ, բայց լսում է պապա մամային, հասկանում ես, որտեղ պապա մաման ունենալով փորձ, где-то ծնողը երբեք վատը չի կամենում իր երեխուն, то есть չէ ծնողների մեջ է տարբերություն կար, չեմ ասում ինչ տարբերության պահով եմ ասում, բայց եթե դու սիրում ես Քրիստոսին, եթե դու սիրում ես Քրիստոսին ու դու հասկանում ես, որ Քրիստոսը քո ծնողն է, քո հայրն է, չէ, որտեղ Հիսուսը ով ինձ տեսավ, տեսավ հորը, ես ու հայրս մեկ ենք, չէ, ամեն, то есть եւ ինչ ասես Քրիստոսը Մատթեոսի 11:28-ում, ես հեզ ու խոնար եմ սրտով, սովորեք ինձանից, վերցեք իմ բնավորությունը, վերցեք իմ մոտեցումը, то есть պրոբլեմ չի, վերց, արա, հասկանում ես, սիրելը խոսքով դա հələ ամենակիչ գործն է, բայց գործելը, անելը, հասկանում ես, չգնելը մոլորության մեջ, եթե դու սիրում ես Քրիստոսին, կարամ ասեմ, где-то դու պետք է լինես, որ ասում է, քո խոսքը այոն պետք է լինի, ոչ, то есть քո վարքը, քո մոտեցումը, եւ ասում ճիշտ օգտագործեք ժամանակը, որտեվ ասում է, օրերը չար են, համաձայն չեք, որ այսօր օրերը չար են, նայեք ասեմ, ժամանակը այնքան արագ է գնում, ժամանակը իմն ու քո վրա չի աշխատում, կարանք մենք այսօր խնդրենք Տիրոջը, որ ժամանակը կանգնեցնի, ոնց որ Հիսուս նավին է հեսուն խնդրեց, չէ, արևը կանգնավ, կարանք խնդրենք, ու ժամանակը կանգնի, մենք չծերանանք, չէ, այդ process-ը գնում է, հասկանում ես, հիմա այդ ժամանակը ոնց ես դուք օգտագործում, ինչի մեջ ես դու օգտագործում, վերջի տեղն էլ կարդամ, ու աղոթենք, Մարկոսի 16-րդ գլխի 16-րդ խոսքից, ով հավատա ու մկրտվի կփրկվի, իսկ ով չհավատա կդատապարտվի, նրանք ովքեր կհավատան, ահա այս նշանները կանեն, իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներ կխոսան, ձեռքով օձերը կբռնեն ու եթե որևէ մահացու թույն խմեն, չեն վնասվի, հիվանդների վրա ձեռքը կդնեն ու նրանց կբժշկեն, ամեն, то есть ով որ ասում է հավատա, նա կփրկվի, ով որ հավատա, եւ ասում է կանեն այդ նշանները, իմ անունով դևեր կհանեն, там լեզուներով կխոսեն, գիտեք, եկեք իրապես ձգտենք անել այն, ինչ որ մեր Տեր Հիսուսը ասում է, որտեվ ես գտնում եմ դա ճշմարտություն է, ամեն